Գույնզգույն հենակներով անցկացրեց հղիության բոլոր ամիսները։ Երբեմն զույգերը խառնում էր ըստ հագուստի, ոչ մի վայրկյան դժվարության մասին չեմ մտածել, հիշում է Արփինեն։ Վատ եմ քնել, չեմ քնել, գիշերներ ա եղել ընդհանրապես չեմ քնել, բայց չեմ կենտրոնացել։ Ոտքս ուռել էր բավականին շատ։ Հա, չեմ կենտրոնացել ոչ մի բանի վրա, վայելել եմ։ Ասել եմ, որ նորմալ է, տենց էլ է լինում։ Վարդեղին հենակներով ու մեկ այտուցված ոտքով էլ քայլեց դեպի վիրահատարան կեսարյան հատման։ Բնականաբար 25-ը։ 25-ը շատ ուրիշ թիվ է իմ համար։ Ամենակարևոր տարեթիվը 2025-ը Արփինեն ճանապարհում է փոքրիկին Էլվինային պինդ գրկած։ Ինձ սկսել է ճանաչել հուշադիր նայ մոյ ջոն։ Մի նեղվի հերոյսկի իսկ գրկում։ Գրկում մամա քեզ։ Ոպայս ջոն։ Իսկ ինչ լույսիկներ են գանց։ Ամբողջը իմ ձեռքի աշխատանքն է, ամբողջը։ Տան մի անկյունն ամանորյա է, տոնածառի ճյուղերից փոքրիկ աղջնակ երազանքներ անցյալ տարի էր կախել։ Առել էի իմ ու ամուսնուս համար այն նպատակով, то есть այն զգացողությամբ, որ ես աղջիկ եմ ունենալու այս տարում։ Անկեղծ եմ ասում, ես զգում էի։ 37-ամյա Արփինեն իր կյանքը երկու մասի է բաժանում՝ մինչև 13 տարեկանը ու հետո։ 13 տարեկան էի, որ իմ մոտ հայտնաբերվեց այդ խնդիրը։ Դիմեցինք բժշկի, պարզվեց, որ ուռուցք է։ Երկարատև բուժում անցանք, քիմիոթերապիա, ոտքս ամպուտացվեց։ Ի սկզբանե էլ նվնվացող չէր, 14 տարեկանից կանգնեց պրոթեզով ու առաջ անցավ։ Այնքան էի քայլում, բժիշկս ասում էր Արփինե ջան, մի քիչ հանգստացի, մի քիչ նստի։ Անընդհատ ուզում էի ինձ երկու ոտքի վրա զգայի։ Ցավեր եմ ունեցել, չեմ շարժվել այնց, ոնց որ ես պատկերացրել եմ, ուզեցել եմ վազեմ, վայ, զգացել եմ, որ չէ, ես չեմ կարողանում վազեմ, ուզեցել եմ սիրում ապարեմ, ես ապարել սիրում եմ, զգացել եմ, որ չէ, իմ շարժումները սահմանափակ են։ Այդ ամեն ինչը զգացողություններ է, ապրումներ է ու իրականում այո, դժվար է։ Բայց եթե կենտրոնանաս այդ ամեն ինչի վրա, ոչ մի բան չես փոխի։ Հուսահատության պահերն այնքան կարճ են տևել, որ Արփինեն դրանց մասին բոլորովին չի հիշում։ Ես չեմ չարացել, չեմ սիրում չար մարդկանց։ Ես ինձ չեմ փչացրել, ոչ մի բանի վրա չեմ կենտրոնացել։ Դժվարությունն է, իմ բաժինն է, ես կտանեմ։ Աշխատանք էր պետք, գտավ, փոքրիկ տուն գնեց, սերն ու ընտանիքն էլ չուշացան։ Արփինեն բացատրում է, երբ ինքն իրեն սիրեց ու արժևորեց։ Ես միշտ մտածել եմ անկեղծ ասած, որ ինձ կհանդիպի այնպիսի տղա, ով որ իմ նման խնդիր կունենա։ Նմանատիպ տղամարդ ինձ կուզի։ Բայց եկավ մի տարիք, երբ որ ես հաղթահարեցի այդ ամեն ինչը, ես սկսեցի ինձ գնահատել, արժևորել, որ կարա եւ սենց խնդրով աղջիկ լինի, կարա եւ լիարժեք ընտանիք կազմի։ Ամուսնու հետ 5 տարի երեխայի մասին էին երազում, մինչև բժիշկներն ասացին՝ կարող ես։ Հղիության ողջ ընթացքում պրոթեզը մի կողմ դրեց, առաջ շարժվեց հենակներով։ Պրոթեզը հարմար չէր, որ քանի որ իմ ամպուտացիան վերևից է, իմ պրոթեզը գոտիով է։ Ես գոտիով եմ հագնում իրան, ու քանի որ դե տղին պետք չէր սեղմել եւ այլն, բնականաբար չէի հագնում։ Արփինեին քաջալերել, հղիությունը հսկել ու կեսարյան հատումն իրականացրել է Էրեբունի ծննդատան բժիշկ Նորայր Ղուկասյանը։ Շուրջ 8 կիլոգրամով ավելացած ու մի ոտքով հղին մանկական խանութներում ինքնուրույն նորացնային հագուստ էր ընտրում։ Երբ ամուսինն աշխատանքից բացակայել չէր կարող, մենակ էր գնում բժշկական այցերի։ Կանչել եմ տաքսին, մեքենա, նստել եմ, գնացել եմ, շատ լավ, շատ սիրուն, շատ հպարտ, որ տեսեք ես դաժե մենակ եմ եկել, ես մենակ էլ կարամ։ Փոքրիկը ծնվեց սեպտեմբերին, վերջին շաբաթներին այնքան անհամբեր էի, հիշում է։ Անընդհատ սպասում էի իրան տեսնել, Աստված, սիրունա լինելու, իմ ամբողջ մտածմունքը դա էր, ինքը սիրուն լինի, սիրուն աղջիկ լինի։ Ամուսնու 24 ժամյա օգնության անընդհատ կողքին լինելու մասին Արփինեն անընդհատ է պատմում, սակայն այժմ այնքան է հմտացել, որ մենակել է հաջողացնում Էլվինայի բոլոր կարիքները հոգալ։ Փոքրիկն արթնանում ու լացել չի հասցնում, մայրիկն արդեն հենակներով խոհանոց է հասել, կաթնախառնուրդը պատրաստ է։ Միայն զբոսանքն է, որ պիտի հայրիկն ուղեկցի, պատճառն այս անտրամաբանական թեքահարթակն է, որով մանկասայլակ իջեցնելը
էքստրիմ զբաղմունք է։ Մենակ կկարողանայի տանեի, եթե մեր մուտքի թեքահարթակը լիներ նորմալ թեքահարթակ, ոնց որ պետքն է։ Սալյակի մեջ իրա կդնեի կալյասկայի, սիրուն կիչացնեի։ Այդպիսի դժվարություններ չեմ ունենում։ Երբ Էլվինան սկսի քայլել ու տանը դրսում վազվզել ինչ կանի, Արփինեն կասկած չունի ինչպես գտել է ամեն ինչ անելու ձևը, այստեղ էլ մի լուծում կգտնի։ Երազում է, որ առողջ լինի, փոքրիկին խնամի ուզածի պես։ Հենց փոքրուց պետքա ամեն ինչ անենք, որ ինքը զարգանա, զարգացած լինի, լեզուներ անպայման իմանա, տիրապետի, ամբողջ միտքս ուսման վրա է իրա։ Արփինեի ամանորյա երազանքների անկյունում առանձնատուն կապած շկամբով, բակում մեքենա ամուսնու համար եւ մի գանգրահեր տղա, տիկնիկի մազերի գույնը միայն սրտով չէ։ Տղան ես եմ ստեղ դրել, աղջիկ տղա։ Ասեցի լավ, թող էդ էլ իրա սրտով լինի։ Ներկեի առել, որ իրա մազերը ներկեի չհասցրեցի։ Չի կասկածում անպայման որդի էլ կունենան իր ուզած մուք մազերով, կգրկի այնպես, ինչպես անցյալ տարվա ամանորի երազանքն է գրկում։ Թող բարդես մերի տաղերով կումբեր բալիսաչերի բայց նա լալիս է